Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Պարոն Ասլանյան, մինչ դատականիստին անդրադառնալը, այս թիմ ընտրությունների շուրջ իշխանությունների լարվածությանը, ջղաձգումներին խնդրեմ անդրադառնաք, նաև ձեր փորձով ինչ սպասել Գյումրիում։ Կներեք նույն իրավական, բարոյական, քաղաքական այս խառնի ճաղանջությունն ու վակխանալյան տիրում էր նաև 21 թվականի Վանաձորյան ընտրություններից առաջ եւ այդ նախընտրական փուլում հետեւաբար մեր քաղաքական ուժերը կամ անհատները քաղաքական ուժերի հետ հանդես եկող պիտի ուղղակի կենտրոնանան Գյումրու խնդիրների վրա, Գյումրու քաղաքացիների հետ աշխատեն եւ ուշադրություն չդարձնեն թե ինչ մտքեր են հնչում այդ այսպես ռուսերեն ասեմ ատվլիկայուշի մանյովրներ են անում Գյումրու ընտրությունները հանգեցնելով ինչ-որ դարակազմիկ մի ջրբաժանի եւ այն ուղղակի հերթական անգամ իրենք ուզում են ցանկացած մանիպուլյատիվ, ցանկացած անբարոյական, ցանկացած օրենքին հակասող կամ չհակասող միջոցներով հասնել իրենց պատկերացրած արդյունքին, որը կարծում եմ չի ստացվելու, որովհետեւ հանրապետության որևէ մեծ քաղաքում որտեղ կա ալտերնատիվա, որտեղ կա մրցակցություն, իրենք չեն կարող հաղթանակ տոնել։ Պարոն Ասլանյան, գալով այս գործին, Աշոտյանի գործին, այսօր խոփանամիջոցի փոփոխության հարցը միջնորդություն է ներկայացվելու, արդյոք այս իրավիճակում հաշվի առնելով, որ պնդումները, որ քաղաքական ենթատեքստ ունի գործը, հնարավոր է ակնկալել, որ Արմեն Աշոտյանի խոփանամիջոցը կփոխվի։ Գիտեք, ես բազմիցս շեշտել եմ, որ այսօրվա իշխանությունների որևէ գործողության գործելավոճի մեջ տրամաբանություն փնտրել, առավել եւս իրավաբանական, օրինական տրամաբանություն փնտրել, թերևս շատ անշնորհակալ գործ է եւ չեմ բացառում, որ կարող է եւ մեղմացնեն տնային կալանքի ռեժիմը, կարող է եւ թողնեն, ասենք, վարչական հսկողության եւ կարող է ավելի անտրամաբանական թողնեն տնային կալանքը նույն ռեժիմով, ինչը եւս ես չեմ բացառում, այնպես որ այս մարդկանց բուն նպատակը ոչ թե քրեական արդարադատություն իրականացնելն է զգում, այլ իրենց քաղաքական հակառակորդներին անցանկալի անձանց ցանկացած միջոցներով մեկուսացնել, լոկալիզացնել, նրանց ձայնը լսելի չդարձնել եւ այդ համատեքստում նայած այսօր կներեք, եթե ամբողջ այս քաղաքական վիճաբանությունների կոնտեքստում իտոկ տվողը, այսպես ասած, էլի Նիկոլ Փաշինյանն է, որը այսօր առավոտյան ինչ որ միտք երատնի։ Բայց դա իտոկ էր, հա? Իհարկե, եթե այսօր մեր ամբողջ քաղաքական դաշտը կենտրոնացած է այն հիմնական խնդիրները թողած միմյանց ինչ որ յուրեղացնելով եւ այլն, բայց վերջի Դուք գիտեք ով է բերել Նիկոլին իշխանության։ Վանաձորի համայնքապետի պատուհանից ամենալավը դա է երևացել, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանի իշխանության, ես մի օր գուցե դրա մասին կխոսեմ։ Չէ, հիմա ասեք։ Չեմ կարող հիմա տենց անուններ չկա, որ ես ասեմ։ Որ պատուհանից նայեցիք։ Դա որևէ մեկի համար ինձ թվում է գաղտնիք չէ։ Չէ, ինչ որ անձեր նկատի չունեմ, նկատի ունեմ դա այն է, ինչը որ բուն հիմքին գնալով հիմա երբ որ դիսկուրսը գնում է Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնելուն, չհանձնելուն, ես կարծում եմ այդ դիսկուրսը պետք է տեղափոխել այլ դաշտ, այսինքն ովքեր որ հիմա թիրախավորում ու քննադատում են, ասում են Սերժ Սարգսյանը ընդհանրապես պիտի իշխանությունը չհանձներ, այսինքն պիտի ամեն գնով պետականության համար պիտի պահեր, եթե այդպես է, ապա այսօրվա քննադատողների մեծ մասը պիտի այդ հարցը չբարձրացնեն, իսկ եթե գալիս ենք հարցի երկրորդ շերտին, այսինքն պիտի հանձներ, չհանձներ, կամում հանձներ, չհանձներ, այդտեղ լրիվ արդեն կոնտեքստը փոխվում է, հավել ես չեմ ուզում այդ ծիրի մեջ մտնել, որովհետև ինձ համար դա թեկուզ եւ կան խոսակցություններ, թեկուզ եւ այսօր ասում են, որ դաշտում պիտի որոշակի տարանջատում լինի, բյուրեղացում լինի, ես դրան ամենևին դեմ չեմ, եթե քաղաքական խոսույթի, քաղաքական ինչ-որ բանավեճերի տրամաբանության մեջ այդ ամենը կառուցում, բայց եթե մեղադրանքներ ենք հնչեցնում, ապա մեղադրանքը պիտի ունենա ուղղվածություն։ Մենք քրեական մեղադրանք ենք հնչեցնում, բարոյական, քաղաքական, թե պատմական։ Ես կարծում եմ, որ ստատուսներ գրողները պատմություն գրողներին չեն կարող քննադատել ստատուս գրելով, եթե քրեական
մեղադրանք ենք հնչեցնում, ապա այսօր մեր երկրում քրեական մեղադրանքների փայլուն ոսկե վրձին գոյություն ունի, ովքեր որ այդ քրեական մեղադրանքները սիրուն նկարում են, հետեւաբար հասցեատերը այլ տեղ է, մնացածը ավելի չծավալվեմ, ես գտնում եմ, որ այն խոսույթը, որ այսօր արկա է քաղաքական դաշտում, դա նախընտրական տրամաբանության մեջ կարող է լինել, այս բան ուղղակի ես չգիտեմ։ Ինչ ակնկալիքներ կան եւ ինչի համար է այս դիսկուրսը։ Եթե ինչու այնուամենայնիվ երկու նախագահների ջերը մի առումով հիմա չեն գնում։ Գիտեք, երկու հարևաններն էլ հաճախ իրար հետ, ասենք, որևէ կերպ ոչ միավորվում են, ոչ ընդհանուր բան չունեն, բայց տանից դուրս գալիս իրար բարևում են, միմյանց ուրախությանն ու տխրությանը հասնում են, հետեւաբար միավորվելու մասին խոսք չկա, իսկ թե ինչու չի նույն հարվով գնում, դրանք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր բամբասանքների եւ այլն տեսքովներ այսօր ուղղակի երևի թե հասունացել է դրա մասին բարձրաձայն են խոսում, բայց ես կուզեի, որ այդ խոսույթը լիներ քաղաքական դիսկուրսի շրջանակներում, որովհետեւ ելի եմ ասում, քաղաքական տրամադրություններն ու քաղաքական շահերը կարող են շատ արագ փոփոխվել, բայց մարդկային հարաբերությունները ավելի կայուն, ավելի երկարատև կյանքի համար են նախատեսված եւ այդ խոսույթի եւ այդ բանավեճի շրջանակներում մենք ձգտելով առավելագույնին չկորցնենք, գոնե լավը չկորցնենք առով։ Իսկ այսօր ըստ ձեզ որ հարցն ավելի կարևորով վերեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես նրան հեռացնել իշխանությունից։ Բնականաբար այսօր եթե հեռացնելու համար բավարար պայմաններ, ուժեր, կամք ու վճռակարություն լիներ, հաստատ երկրորդ, երրորդ պլան էին մղվելու ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ցանկացած գործողություններ ու հասարակության էներգետիկան, քաղաքական ուժերի էներգետիկան կենտրոնանալու էր ավելի լուրջ, ավելի օրակարգային լուրջ փոփոխությունների վրա միտված ապագային, իսկ հետո գիտեք անցյալի խնդիրները, եթե պատմական տեսանկյունից մենք փորձենք վերլուծել, պատմությունը այնքան տրանսֆորմացիաներ է տեսել մարդկանց եւ գաղափարների եւ մտքերի, կուսակցությունների եւ այլնի փոփոխություն, ուստի 7-8 տարվա պատմական անցքերը այսօր դնել պատմական ինչ որ քաղաքական գնահատականներ տալ պատմությանը, կարծում եմ այս բանը շատ սխալ է։